Վրաստանի խորհրդարանը երկրորդ վերջնական ընթերցմամբ հաստատել է ներքին գործերի նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար պատժամիջոցների զգալի խախտում։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից։ Փոփոխությունները կատարվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Օրինագծի հեղինակների պարզաբանմամբ գործող պատժամիջոցներն այլևս չեն կարողանում դիմադրել աճող շարժունակության եւ ավտոմեքենաների քանակի պայմաններում առկա մարտահրավերներին։ Պաշտոնական տվյալներով Վրաստանում ճանապարհային անվտանգությունը մնում է օրհասական խնդիր։ Միայն 2025 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 469 մարդ, իսկ 8191 անձ ստացել են առողջական տարբեր ծանրության վնասվածքներ։ Հենց այս տվյալների համալիր վերլուծության հիման վրա է որոշվել խստացնել կանոնակարգը։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքներում կավելանա ինչպես դրամական տուգանքները, այնպես էլ վարորդական իրավունքի վկայականորի հանվող միավորների քանակը։